Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ բրիտանական խորհուրդը կազմակերպել է 4 գայարաններ ինտերակտիվ միջոցառումը, որի ընթացքում եղավ գինու համտես մութ սենյակում, մատուցողի դերում ինչպես տեսողական խնդիրներ ունեցող, այնպես էլ չունեցող անձինք էին։ Որն է այսօրվա խորհուրդը։ Խորհուրդը մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել հաշմանդամության հիմնախնդիրներին։ Փոխել վերաբերմունքը, դրական վերաբերմունք ձևակերպել։ Գիտեք, հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ ժամանակ ասում են, որ իրենց հաշմանդամությունը այնքան չի ազդում իրենց վրա, ինչքան որ իրենց շրջապատող մարդկանց վերաբերմունքը։ Սա հնարավորություն է ստուգելու, փորձարկելու մեր 4 գայարանները եւ տեսնելու, թե ինչպես են դրանք արձագանքում, երբ որ բացակայում է կարևորագույն գայարաններից մեկը տեսողությունը։ Եվ երբ դուք դուրս գաք, մենք ձեզ շատ կխնդրենք, որպեսզի այստեղ դուք նշեք կոնկրետ օրինակ ձեր որ գայարաններ, որ ավելի շատ արձագանքում է լսողությունը, թե շոշափելիքը, հոտառությունը, թե համը։ Աշխատում էր գրեթե բացի տեսողականից, աչքերս բացած էին, ինձ թվում էր ես ամեն ինչ տեսնում եմ։ Այդ զգացողությունը նաև ունեցա։ Անկեղծ եմ ասում, ես արդեն գիտեի, այնտեղ ներսում խոսակցություն էր գնում, այդ տղան ու աղջիկին որ կողքում է, որ կողքն են կանգնած, ու երբ որ վերջում արդեն ասում են լույսը թող բացվի, լույսը թող վառվի, ես միանգամից պարզ տեսա, որ իրանք ուղղակի իմ դիմացի կանգնեցին։ Ու այդպես էլ եղավ։ Միջոցառման ընթացքում ներկաները 5-6 հոգանոց խմբերով մտնում էին լիովին մութ մի սենյակ, որտեղ նրանք ոչ միայն գինի էին համտեսում, այլև բեմադրված ներկայացման ունկնդիրն էին։ Իրոք եք մոտենակ մատուցով։ Մեզ 2 հատ գինի էլի խնդրում։ Հիմա բերեմ ձեր։ Մութ սենյակից դուրս եկողները նշում էին, որ իրենց մոտ առաջին մի քանի վայրկյաններին խուճապ է եղել, սակայն հետո սկսել են ուշադրություն դարձնել խոսակցություններին եւ ամենից շատ հիմնվում էին լսողական զգայարանի վրա։ Ուղղակի պահ է, երբ կյանքում այդ որոշակի ժամանակահատված, գոնե քեզ պետք է թույլ տաս, գոնե 1-2 րոպե մթություն լինի, եւ հետաքրքիր ինչ-որ բաներ տեղի ունենան, որ այդ ամեն ինչը զգաս ու հասկանաս, բայց ոչ մշտական։ Ու հասկացա նաեւ, թե ինչքան դժվար է իրենց համար։ Կույրերը շատ դժվարությունների են հանդիպում, բայց երբ հաղթահարում են, կարողանում են դրսևորել իրենց տարբեր բնագավառներում։ Լուսինեն մասնագիտությամբ հոգեբան է եւ նշում է, որ դժվարությունները հաղթահարել է իր համառ բնավորության շնորհիվ։ Ես այսօր օրինակ բան եմ արել Զեյթունից փայտով, մենակ, տրանսպորտով եկել եմ Կոմիտաս, հարցրել եմ համարը, խնդրել եմ ինչ-որ մեքենայի համար ու փայտով եկել եմ Կոմիտաս։ Ու պիտի մենք ինքներս փորձենք, որպեսզի լինի հաշմանդամալի արժեք գիտակցություն եւ adekvat վերաբերմունքի ցուցաբերում։ Ամենաառաջնայինը ինչն է, ամենա ես այսպես եմ ոգին է, դուխն է, հա, այդ դուխը պիտի բոլորն էլ ունենան եւ հնարավորինս մարդկանց դիրքորոշումը, հա, այսինքն ինչ դաստիարակության ինքը ինչ սոցիալիզացիա է անցել ու այդ սոցիալիզացիայի արդյունքում ինքը ինչա վերցրել։ Շատ կիրթ մարդիկ կան, որոնք եւ կիրթ են եւ մարդկային առումով հագեցած են, իրենք խնդիր չունեն, բայց այն մարդիկ, որոնք որ ինչ-որ այսպես դիզինֆորմացիա ունեն, հա, ինֆորմացիայի պակաս ունեն, իրանց պետք է ուղղակի ճիշտ ուսուցանել, ճիշտ դաստիարակել, այդքան բան։ Միջոցառման ընթացքում տեսողական խնդիրներ ունեցող անձինք ոչ միայն օգնում են մարդկանց գինու համտեսի սրահում, այլև ապահովում էին 2 սրահների երաժշտական մասը։